Հերոստատիտող հայրենակիցներ, Տեր Հիսուսով բոլորիդ ողջունում ենք, հայտնություն հոգևոր հաղորդումը եթերում է, մենք հաճախ ենք խոսել, որ քրիստոնեությունը կյանքի փոփոխություն է, Քրիստոսի կյանքի ներմուծումն է անհատի անձնական կյանքի մեջ, և հաճախակի հյուրեր ենք ունեցել ահավասիկ Ալբերտ եղբայր Թևանյանը, մեր հյուրն է, նախկինում եղբոր հետ մի քանի հաղորդումներ պատրաստել ենք ձեզ համար, այսօր անձնական այսպիսի ջերմ խոսակցություն պիտի ունենանք, իհարկե մեր խոսակցության նյութը հավատքը պիտի լինի և Քրիստոսի մեծությունը, բայց և այնպես Ալբերտ եղբայր կուզեի, որ նախ սկզբից դու ինքդ քեզ ներկայացներ մեր հեռուստադիտողներին, հետաքրքիր պիտի լիներ, որ պատմեր, թե որտեղ ես ծնվել, պատանեկությունը, երիտասարդ կյանքդ ինչպես է անցել։ Ես ծնվել եմ Գյումրի քաղաքում, Հայաստանի երկրորդ քաղաքն էր, և մայրս դպրոցի ուսուցչուհի էր հայ գրականության և հայրս ինժեներ մեխանիկ։ Ինչի ես անցյալով խոսում, այսինքն։ Որովհետև հիմա ցավոք սրտի ծնողներս չկան, մահացել են, և ես ունեմ մեկ եղբայր Երևանում հիմա, և այն ժամանակ Լենինականում կար մի բավականին հայտնի դպրոց, եթե գյումրեցիներ կան հեռուստադիտողների մեջ կիմանան, 20 դպրոցը, հիմա Լորդ Բայրոնի անվան դպրոցն է, որը համեմատաբար շատ ավելի խորացված գիտելիքներ էր մատուցում անգլերեն լեզվի մեջ, և ինձ հաջողվեց այդ դպրոցը ավարտել, և այդ դպրոցը հիմքը գցեց, այսպես ասած, անգլերեն լեզվի իմ մտքի մեջ, որ ես կարողանամ հետագայում ավելի խորացնել իմ գիտելիքները, և հիմա ես հայացք հետ ձգելով, հիշելով այդ դեպքերը, հասկանում եմ, որ իհարկե նախախնամությունը իր ծրագիրը ուներ այդ գործի մեջ, որ ես պետք է անպայման իմանայի անգլերեն, և հետագայում եթե մենք զրուցենք, արդեն կպարզվի, թե ինչի այդքան կարևոր է, և իհարկե անգլերեն իմանալը շատ ինձ օգնեց, և առանձնապես միգուցե ոչ մի հատուկ բան ես չեմ կարող նշել, ես ապրել եմ որպես սովորական պատանի, ինչպես որ շատ ուրիշ հայ պատանիներ, ինչպես իմանում եք Գյումրիում այն ժամանակ շատ հայտնի էր ծանրամարտը, Յուրիկ Վարդանյանի դարաշրջանն էր, և ես Վարդան Միլիտոսյանի, այո, և իմ հայրս եղել է ծանրամարտի չեմպիոն Սովետական միության հին ժամանակներում, Սերգո Համբարձումյանի շրջանում, եղել է նաև ծանրամարտի մարզիչ, հետևաբար ես հորս հետքերով ժառանգել էի ծանրամարտի մեջ սպորտի վարպետի թեկնածուի կոչում մինչև հասա 17 տարեկանում, և սովորական կյանք էր մինչև որ ես զորակոչվեցի բանակ, և հետաքրքիրը նա է, որ սովորաբար բանակ ոչ մեկը չի ուզում գնա, և փորձում են հետ ձգել կամ Հայաստանում ծառայել կամ հիվանդ ձևանալ, դուք հիշում եք այդ օրերը, և ես չգիտես ինչու, և ես նորից եմ ուզում նշել, որ երևի թե նախախնամության գործն էր դա, որ նոյեմբերի 25-ն էր կարծեմ, որ ես պետք է գնայի բանակ, բայց չէին ուղարկում այդ ռուսերեն ասում պավեստկան, կանչի թուղթը չէին ուղարկում, և ես ինքս իմ սրտի մեջ զգալով, որ ես անպայման պետք է բանակ գնամ, գնացի զինկոմիսարիատ, խնդրեցի, որ ինձ տանեն, հիշեցրեցի, որ ինձ պետք է տանեն, և իրենք արագ վերցրեցին ինձ և ուղարկեցին Դնիեպրոպետրովսկ, և ուղղակի միգուցե 2 շաբաթ հետո երկրաշարժը հարվածեց մեր քաղաքը, և հենց այն տեղը, որտեղ որ ես աշխատում էի, լրիվ փլուզվեց, քարը քարի վրա չմնաց, և ես հիմա պատկերացնում եմ, եթե ես ինքս այդ առաջնորդությունը չունենայի, որ ես պետք է բանակ գնամ, որովհետև զինվորականը զարմացել էր, ասում է, ես հասկանում եմ, որ բանակից փախնում են, բայց որ գալիս են, խնդրում են, թե ինձ բանակ տարեք, բնական երևույթ չէ, բնական երևույթ, ռուս մայոր էր, ասում է, ես չեմ հասկանում, ինչ կա այդպես, որ շատ ուզում ես բանակ, ես չգիտեմ, ես ուզում եմ գնամ, և եթե չգնայի, եւս 2 շաբաթ մնայի ես մեր քաղաքում, ես հիմա այսօր
այստեղ նստած չի լինի։ Թերևս եթե ես չիմանայի, որ դու հոգևոր մեկն ես, այսինքն հավատացյալ ես, Աստծուն գիտես, պիտի այնպես ներկայացներ, որ բախտս բերեց, որ ես հայտնվեցի Դնեպրոպետրովսկում եւ այդ փլատակների տակ չգտնվեցի, բայց մենք գիտենք Աստվածային նախասահմանություն եւ նաեւ իր նախախնամությունը ընտրյալներին կանչելու համար։ Սիրելի բարեկամներ, ասեմ, որ Ալբերտ եղբայրը նաեւ Ֆուլեր աստվածաբանական համալսարանում սովորում է այստեղ եւ այս տարի վերջացրեցիր, կարծեմ, եւ պատրաստվում է, որ իր դոկտորական թեզը պիտի պաշտպանի մյուս տարի եւ աստվածաբանության դոկտորի կոչում պիտի ստանաս, հավասիկ շատ մեծ կոչում է դա իրապես, եւ կուզեի նաեւ որպեսզի պատմեի մեր դիտողներին, թե քու դարձդ Աստծուն ճանաչելը ինչպես եղավ, շատ հետաքրքիր է։ Այո, հետաքրքիր է, որովհետեւ ես երբեք չէի կարծում, որ ես Աստծուն կհավատամ կամ ինքս կկոչվեմ հավատացյալ կամ ընդհանրապես կսկսեմ հաճախել եկեղեցի կամ կկոչվեմ եղբայր, ինչպես որ Վարդանը հաճախ ինձ անվանում է։ Դա երբևէ իմ ծրագրերի մեջ չէր եղել, բայց ինչպես պատահեց, երբ որ ես մեկնեցի արդեն բանակ 2 տարի ծառայելով, այն ժամանակ սովետական խորհրդային միության զորամասներ, 2 տարուց հետո վերադարձա եւ իհարկե շատ հայազգիներ հիշում են, թե 90 թվականին, այսինքն 88-ից 90-ը ես ծառայեցի, 90 թվականին ինչ իրավիճակ էր Հայաստանում, 90-91, սա արդեն խորհրդային միությունը փլուզվում էր, եւ մթություն, աղքատություն, դատարկություն եւ մարդկանց սրտերում եւ խանութներում ընդհանրապես ոչ մի հետաքրքրություն այդ երկրում չկար, ես շատ դժվարություններ եւ իմ մորս ես կորցրեցի դերևս բանակում եղած ժամանակ եւ շատ հարազատների, այսինքն շատ ծանր իրավիճակ էր, բայց սա չի իհարկե պատճառը, որովհետեւ շատերը կարծում են եւ փորձում են այսպիսի ապաշխարությունները բացատրել հոգեբանական տեսակետից, ասելով որ հավատացյալ դառնում են միայն այն մարդիկ, ովքեր որ կյանքում ինչ որ դժվարություններ են ունեցել, թույլ են իրենց զգացել, չեն կարողացել հաղթահարել խնդիրները իրենց կյանքի մեջ, հետեւաբար գտել են կրոն։ Որպեսզի ինչ-որ մխիթարվեն, հանգստանան, հանգստանան, իսկ ասում եմ, ես ուժեղ անձնավորություն եմ, ինձ կրոն պետք է։ Իմ ջանքերովս ես կհաղթեմ։ Իհարկե, սա չեմ ես ասում, իհարկե այդ դժվարությունները դեռ չխաղացին, ընդամենը դժվարությունները քեզ մղում են միգուցե ճգնաժամի մեջ, այո, ճգնաժամի մեջ եւ դու սկսում ես տեսնել թե ինչ դատարկություն է ընդհանրապես կյանքը, երբ դու չունես գաղափար, թե ուր ես դու գնում։ Պատկերացրեք ամեն մի նորմալ մտքով անձնավորություն, եթե ինչ որ տեղ է գնում, ինչ որ գործ անում, եթե դուք իրեն հարցնեք ինչ ես անում կամ ուր ես գնում եւ եթե ինքը ձեզ ասի ես չգիտեմ թե ինչ եմ ես անում կամ ուր եմ ես գնում, այսինքն հատուկ հաջողություն այդ մարդու կյանքի մեջ կամ ոչ մի բան սпасել չի կարելի։ Նույն կերպով եթե մենք հիմա ապրում ենք եւ եթե դու հարցնում ես ինչու ես դու ապրում կամ ո՞րն է քո կյանքի նպատակ, ուր ես դու շարժվում, որտեղից ես գալիս, ուր ես շարժվում եւ մարդը չի իմանում այդ պատասխանը, դու երբեք քո սրտի հանգստությունը անվանեք դա երջանկություն, անվանեք դա խաղաղություն, անվանեք դա օրհնություն, բայց դու դա երբեք չես ունենա։ Եվ նույն կերպով ես 21-22 տարեկան ընդամենը եւ անգլերեն լեզուն իմանալով եւ այդ տարիներին մենք գիտենք որ շատ ներհոսք կար արտասահմանցիների Հայաստանում, նոր մենք սկսում էինք տեսնել արտասահմանցի եւ ինձ հաջողվեց որպես թարգմանիչ այսպես part-time, ինչպես ասում են, գործ ունենալ, կես դրույք, այսպես մոռացել ենք այդ բառերը արդեն, կես դրույքով աշխատանք ունենալ, որ ինձ հրավիրում էին եւ ես բժշկական թարգմանություններ էի անում եւ այն ժամանակ բավականին լավ վաստակում էի, դոլարով էին վճարում եւ այն ժամանակ դոլարը Հայաստանում դա ադամանդ էր համարվում եւ բավականին նորմալ էր իրավիճակը եւ իհարկե ես որպես բոլոր մնացած
անձնավորություններ հետաքրքրված էի դոլարի գույնով եւ դոլարի ներկայությամբ իմ կյանքի մեջ եւ ուրիշ ոչինչ բան ինձ չէր հետաքրքրում եւ որպես պրոֆեսիոնալ թարգմանիչ իհարկե դու պարտավոր ես ճշգրիտ ձևով թարգմանությունը հասցնել մարդկանց եւ համապատասխանորեն վճարվել եւ մի անգամ ես հանդիպեցի եվրոպական միսիոներ, այսինքն առաքելությամբ եկած մարդկանց, ովքեր որ հավատացյալ էին, ավետարանական հավատքի, հավատում էին Աստծուն, քրիստոնյա եւ իրենք հաճախում էին եկեղեցի եւ իհարկե հայերեն լեզուն չէին իմանում, խոսում էին անգլերեն եւ տեսնելով իմ անգլերենը եւ որ ես կարող եմ միաժամանակ թարգմանել, ասեցին որ մենք ուզում ենք քեզ վարձել, որպեսզի դու գաս մեր հետ, մենք ինչ որ տեղ ենք գնում, դա կրոնական հավաքույթի տեղ է եւ այնտեղ խոսում են Աստծո խոսքից եւ մենք ուզում ենք որ դու մեր կողքը նստես ցածր ձայնով մեր խմբի համար միաժամանակ սինխրոն ներդաշնակ թարգմանություն կատարես, որ երբ որ քարոզիչը քարոզում է եւ ես իհարկե ինքս ինձ խոստանալով որ ես երբեք սրանց նման չեմ դառնալու այսինքն հավատացյալ չեմ հավատացյալ սրանց նման այո հավատացյալ ես այն ժամանակ ինձ փորձում էին բացատրել Աստծո խոսքը ես ասում էի ես հայ քրիստոնյա եմ վերջակետ եւ դուք ով եք որ ինձ եկել ասում եք որ դու պետք է անպայման ինչ որ Աստծո հավատաս իհարկե շատ մարդիկ ասում են որ ես Աստծուն հավատում եմ խորը իմ սրտի մեջ ինչ որ ես իմ հավատքը ունեմ սերներ չկա իմ հավատք քո հավատք խորը սրտի մեջ կամ այստեղ այնտեղ գոյություն ունի հավատք կենթանի եւ գոյություն է մեռած հավատք այսինքն եթե դու ինչ որ քո մտքի մեջ քո առօրյա գործի հաջողության համար ինչ որ մտքի մեջ Աստված խնդրում եմ օգնիր ինձ ասում ես դա իհարկե լավ է բայց գիտեք այդպիսի աղոտ աթեիստներն են անում իհարկե եւ ես նույնիսկ Պետերբուրգում հանդիպեցի մի նախկին աթեիստի դասախոսի աթեիզմի դասախոսի որը հիմա քարոզիչ է աթեիզմի դասախոսություն էր կարդում համալսարանում Պետերբուրգի եւ ինքը ինձ ասում էր պատկերացնում ես ամեն անգամ դասախոսությունից առաջ աղոթում էի Աստծուն Տեր Աստված օգնի որ դասը լավ անցնի աթեիզմի դասախոսություն բայց մարդը աղոթում է Աստծուն այսինքն այդպիսի հավատք բոլորի մոտ գոյություն ուներ բայց իհարկե ներքին դրված Աստծո կողմից տրված մի բան կա ամեն մարդու մեջ Աստված ճանաչելու բայց եթե կեղծ է լինում այդ հավատքը այո դա անպտուղ հավատք է այո դա բավական չի իհարկե ինչ որ մի դա ճիշտ է որ մենք ունենք Աստծո կերպարանքը մեր մեջ եւ հոգեվոր էակներ ենք եւ եթե նույնիսկ մենք գիտությունը չունենք Աստծո ինչ որ մի ձևով ինչ որ մի Աստծո մեր մտքի մեջ իհարկե մեր հոգին կանչում է բայց Աստված դրանով բավականացված չի եւ ուզում է որ դու ճշմարիտ ճանապարհ իմանաս եւ ես ասում եմ որ ես հավատացյալ եմ ինձ պետք չի եւ գնալով այդ հավաքույթներին եւ ճիշտն ասած սկզբից ինձ բավականին տարօրինակ էր որովհետեւ ես երբեք չէի լսել բացականչություններ կամ որևէ ինչ որ իմ համար տարօրինակ էր եւ եթե շատերի համար դա տարօրինակ լինի դա լրիվ նորմալ է եւ ես երբեք չէի եղել այդպիսի հավաքույթների ժամանակ եւ երբ որ որտեղ էր այդ Ալբերտ ջան եւ դա ուրեմն հիշում եմ առաջի անգամ Նարդոսի վրա մի եկեղեցի կար որ ես նույնիսկ չգիտեի անունը բայց ես գնում էի որ իրենք այդտեղ հաճախում են եւ ավետարանական հավատքի զուտ թարգմանության նպատակով ես չեմ հիշում հիմա ինչքան են ինձ վճարում բայց վճարումի համար ես մի ժամ է թարգմանում էի փողը տալիս են ես գնում էի տուն բայց թարգմանելով իհարկե որ թարգմանությամբ զբաղվել է շատ լավ իմանում է որ եթե մինչև դու չհասկանաս իմաստը դու չես կարող վերարտադրել հայերեն լեզվով կամ անգլերեն լեզվով այսինքն դու պետք է թողնես քո մտքի եւ սրտի միջով ինչ որ կերպ մտքի միջով գոնե իմիջիալոց ես հիմա էլ եմ թարգմանություններով զբաղվում եւ քարոզիչները զորավոր կերպով այսպես համոզիչ կերպով իմիջիալոց Ամերիկայից են քարոզիչները քարոզում էին հայերեն եւ ես դա թարգմանում էի անգլերեն իհարկե շատ անգամ թարգմանելով նույնիսկ զարմանում էի որ ես սկսում եմ հավատալ այդ բաները ինչ որ իրենք ասում են եւ հետաքրքիրը նա է որ Հիսուսը իր խոսքի մեջ Աստվածաշնչի մեջ ասում է որ սրտի մեջ հավատալը մեկ ուրիշ բան է մտքով հավատալը մեկ ուրիշ բան է բայց բերանով
վկայելը, խոսելը, ես հավատում եմ, որ ինչ որ մի զորություն կա բանավոր խոսքի մեջ, հատուկ զորություն։ Եվ երբ որ վերարտադրում ես քո շուրթերով, դա արդեն դառնում է քոնը։ Այսինքն դու կարող ես լսես ինչ որ մի խոսք, հավատաս, հիշես, մտապահես, բայց որ այդ խոսքը դու արդեն վերարտադրում ես քո շուրթերով, դա արդեն դառնում է քոնը։ Իբրև խոստովանություն է։ Իբրև խոստովանություն։ Եվ թարգմանիչի գործը շատ դժվար է, որովհետև դու փաստորեն եւ ընդունում ես եւ ինչ որ ձեւով վերարտադրում ես, բայց իբր թե չհավատալով դրան։ Բայց երբ որ ես սկսեցի այդ ամեն ինչը թարգմանել, մի անգամից չեղավ, մի օրվա մեջ չեղավ, դա տևեց 6 ամիս։ Բայց ես զգացի, որ ի տարբերություն ուրիշ խոսքերի, ենթադրենք մեկը մաթեմատիկա է ասում, մյուսը ուրիշ դասախոսություն։ Դու կարող ես հիշես, հավատաս, բայց այդ խոսքը քո մեջ մնում է, բայց գործ չի անում, որովհետև դա սովորական խոսք է, զորություն չունի։ Դու կարող ես ինչ-որ լավ դասախոսություն լսես, շատ լավ։ Հիշես, շատ հավանես, քո գործի մեջ կիրառես, քեզ շատ օգնի, միշտ մտապահես դա, բայց քո մեջ մնալով այդ խոսքը հանգիստ մնում է, այսինքն գործ չի անում։ Բայց Աստծո խոսքը, Աստվածաշունչը ասում է, որ Աստծո խոսքը իզուր տեղը հետ չի դառնում երբ։ Պարապ չի վերադառնում։ Գնում է եւ իր գործը անպայման անում է, այսինքն եւ նաեւ Հիսուսը Աստծո խոսքը համեմատում է սերմերի հետ։ Որ սերմը գցում ես, սերմը չի այդպես մնում, այսինքն սկսում է գործ անել, աճել եւ պտուղ բերել։ Եվ հետեւաբար այդ խոսքը, որ ընկնում էր իմ սրտի մեջ, ես սկզբից իհարկե դրա հետ չէի համաձայնվում, ասում էի, չէ, թող ես դերևս պետք է մտածեմ դրա մասին, դերևս չգիտեմ, սա իմ համար չի, բայց այդ խոսքը իմ սրտի մեջ մնալով սկսում էր փորփրել, սկսում էր գործեր կատարել իմ սրտի մեջ եւ իհարկե մի կոնկրետ ժամանակ հասավ, երբ որ ես որոշեցի Հիսուսի հետ, Աստծո հետ խոսել, այսինքն աղոթքը, որ հիմա շատ մարդկանց համար նույնիսկ ցավոք սրտի մեր բառապաշարը Վարդան ջան, երբեմն մարդկանց անհասկանալի է, որովհետև երբ որ մենք ասում ենք աղոթք, մարդկանց մեջ անմիջապես այդ պատկերացումն է առաջանում, որ սա ինչ որ մի ծիսական, կրոնական ինչ որ մի երևույթ է։ Եվ ինչ որ ինձ հետ պատահեց, դա սա էր, որ ես ազնիվ կերպով սկսեցի Աստծո հետ խոսել, առաջի անգամ։ Եվ պատկերացրեք, եթե դուք ազնիվ կերպով եք Աստծո հետ հարաբերվում, Աստծո պատասխանը ձեր աղոթքին զարմանալի ակտիվ է։ Բայց եթե մենք մեր սրտի մեջ նույնիսկ իմանալով, որ մենք այնքան էլ ճիշտը չենք ասում, մենք այս գեղեցիկ բառեր օգտագործում ենք, որովհետև սա էսպես է, որովհետև մեր եկեղեցում են դա ասում, որովհետև սա ավելի հոգևոր է հնչում, դա այնքան էլ զորություն չունի։ Եվ ես պարզ կերպով Աստծո առջև այս հարցը դրեցի։ Օրինակ, ինչ բառեր գործածեցիր։ Ես հիմա վերարտադրեմ բառ առ բառ, թե ես ինչ եմ ասել այդ գիշեր, որից հետո Աստված իր զարմանալի գործունեությամբ իմ կյանքը փոխեց, առավոտը ես ուրիշ մարդ էի։ Եվ ինչ էր իմ բառը սա էր, որ իմ նախադասությունը ասեցի, որ Տեր Հիսուս, եթե այս ամեն ինչ է, քրիստոնեությունը է, հավատքը, Աստվածաշունչը, ինչ որ ասում են, սուտ է, ուրեմն սա աշխարհի ամենամեծ խաբկանքն է, ամենամեծ ստությունն է, որ սրա հավասարը չկա, եթե սուտ է, այս ամեն ինչը։ Բայց եթե սա ճիշտ է, ուրեմն ես պատրաստ եմ իմ ամբողջ կյանքը հետևել քեզ։ Իմ համար պարզի խնդրում եմ։ Ես ուզում եմ իմանամ, եթե ճիշտ է, ես միջին իրավիճակ չեմ սիրում։ Եթե ճիշտ է, մինչև վերջ կնվիրվեմ։ Եթե սխալ է, ընդհանրապես եկեղեցի ոտքս չեմ դնի, որովհետև եթե սա իրոք սխալ է, ուրեմն սա ամենամեծ խաբեությունն է մարդկության մեջ։ Եվ հենց այդ նույն գիշերը Աստվածաշունչը կարդալով ես զգացի իմ մեջ, որ ես սկսում եմ հավատալ, հիմա ես չեմ ուզում մանրամասն դա բացատրել, որովհետև սա ինդիվիդուալ, անհատական փորձառություն է, որ իհարկե դժվար է սրա մասին խոսելը, թե դու ինչ տեսար, ինչ զգացիր, ինչպես Աստված քեզ հետ խոսեց,
Բայց ես միայն սա եմ ուզում ասել, որ առավոտը ես արդեն ուրիշ անձնավորություն էի, որի 1% նույնիսկ կասկած չկար, որ Աստված գոյություն ունի, որ Հիսուսը Աստծո որդին է եւ իմ փրկիչս, որ ես սիրում եմ Աստծուն, եւ նույնիսկ մարդիկ, ովքեր որ չէին իմացել թե ինչ է ինձ հետ կատարվել այդ գիշեր, իմ դեպքին նայելով ասեցին, որ դու արդեն Աստված կա քո մեջ։ Մենք տեսնում ենք, որ դու փոխվել ես։ Այո։ Այո, այսպեսի հետաքրքիր պատմություն։ Ամեն մարդու, այսինքն ամեն հավատացյալի անձնական կյանքի մեջ Աստված տարբեր ձևերով է գործում։ Իհարկե, Աստված մեր ամբողջ ներքին էությունը գիտի, մեր խորհուրդները գիտի, մեր անցյալը, ներկան եւ ապագան գիտի, եւ իր գործելակերպը շատ զարմանահրաշ է, թե Աստված ինչպես է գործում։ Ամեն մեկի հետ տարբեր ձևով, տարբեր միջոցներով։ Այսպես ասած, ինչպես ձկնորսը գիտի, թե ինչ խայծ դնի, որպեսզի ձկանը որսա, այնպես էլ Աստված գիտի բոլոր նրանք, ովքեր որ իրեն պիտի ընդունեն, այդ խայծը տալիս է եւ բարի գործակից դարձնելով դեպի իրեն է քաշում, ինչպես Հիսուս իր ոչխարներին է հավաքում եւ տարբեր ճանապարհներով։ Այո, եւ ասում էին ոչխարներս իմ ձայնս կլսեն եւ ինձ կհետևեն, այնպես էլ գիտի Ահավասիկ քու պարագան էր, որ դու էլ Տիրոջը դարձար, Աստված գործածեց քու անգլերեն իմանալդ եւ այդ միջոցով Տիրոջը եկար։ Շատ տարբեր է, բայց փառք Աստծո, կարևորը որ վերստին ծնունդը եղավ։ Այո։ Հետո ինչպես փոխվեց, ասենք, կյանքիդ ընթացքը, հոգեվոր ինչ ընթացք ստացար եւ որ թիվներ դա։ Սա 92 թիվն էր, նոյեմբեր, այսինքն արդեն 10 տարի է։ Եվ փոփոխությունը սա էր, որ առաջի հերթին իհարկե երկու փուլով է գնում փոփոխությունը, ես կասեի։ Առաջի փուլը հոգեվոր փոփոխություն է քո կյանքի մեջ, որ ամենակարևորն է, որ առաջի հերթին դու ունես վստահություն եւ հույս ապագայի նկատմամբ, որ Աստված երկնքի արարիչը քեզանով անհատապես հետաքրքրված է, որ ոչ թե, այսինքն շատերը դա չեն կարող հասկանալ։ Մենք մեր մարդկային մտքով միշտ հակված ենք հավատալ նրան, որ եթե ինչ-որ մի պետ գոյություն ունի, boss, որը շատ կարևոր իշխանություն ունի եւ ինքը մեր համար լավ բաներ կարող է անի եւ իհարկե պետք է իր մոտ դժվար է գնալը եւ ինքը ժամանակ չունի բոլորի համար։ Եվ իհարկե մարդկանց համար որ երկնքի արարիչը կարող է մեզանով հետաքրքրված լինել, որ ինքը կարող է ժամանակ ունենալ բոլորիս համար, դա իհարկե անհասկանալի է շատերի համար։ Եվ սա էր, որ երկնքի տեզերքի արարիչը ինձանով հետաքրքրված է, որ մահվան վախը այլևս իմ կյանքի մեջ գոյություն չունի, որ դուք չեք պատկերացնում ինչ թեթևություն է քո մտքի մեջ, դու իմանում ես, որ ես չգիտեմ ինչպես կլինի։ Ես չեմ հասկանում այդ լրիվ process-ը, բայց ես իմանում եմ, որ եթե Աստված իմ Տերն է, ուրեմն եթե նույնիսկ մահվան շուքի ձորի մեջ էլ քայլեմ, ինչպես Սաղմոս 2 Դավիթն է ասում, Աստվածաշնչի մեջ, եթե նույնիսկ քայլեմ էլ մահվան դաշտի մեջ, ես չպետք է վախենամ չարից, որովհետև դու եւ քո գավազանը իմ հետ են, ասում է Դավիթը։ Եվ իհարկե դու քո կյանքի մեջ շատ անգամ մահվան շուքերի միջով անցնում ես, բայց դու չես վախենում։ Առաջինը իհարկե սա է։ Եվ իմաստ է մտնում քո կյանքի մեջ, նաև մտնում է ապագայի նկատմամբ հույս, հատկապես երիտասարդների համար, եւ քո կյանքի արժեքներն է փոխվում։ Սա առաջինը։ Եվ երկրորդը իհարկե ես նաև ուզում եմ ասել, որ Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ բերում է շատ նաև գործնական փոփոխություններ։ Կենցաղիդ փոխվել, կենցաղային աշխարհի հետ հարաբերություն, կենցաղային գործնական փոփոխություններ։ Ես իմ փորձով կարող եմ ասել, որ մինչև Աստծուն հանդիպելը ես այս բառը չեմ ուզում օգտագործել, բայց հայերի համար ամենահասկանալի նավս, որ ասում իմ կյանքի վրա նավս կա, չէ՞, որ ասում են, այսինքն նավսը ինչ բան է, երբ որ դու, այսինքն մեղքի ծանրությունը, այդ անեծքը քո կյանքի վրա, այդ ծանրությունը քո վրա եւ դու չես կարող ամեն անհաջողություն, ամենտեղ անհաջողություն, ամենտեղ տառապանք, ատելություն, կռիվներ, գիտեք ինչ, շատ անգամ Վարդան ջան, ես ասում եմ, որ մեր հայ ժողովրդի մեջ թուրքը չի մեր թշնամին առաջի հերթին։ Դրսի մարդը չի մեր թշնամին։
Նույնիսկ տնտեսական ճգնաժամը չի մեր թշնամին։ Ոչ էլ այդ բլոկադանը մեր թշնամին։ Մեր թշնամին մենք ենք։ Այսինքն մարդկային հարաբերություններ, հասարակ մարդկային ընտանեկան հարաբերություններ, քո դրացին, քո սկեսուրը, քո ամուսինը, քո մոտի մարդը կարող է քո կյանքը դժոխք դարձնել։ Եթե մենք չենք սիրում իրար, մենք այդ հոգևորությունը չունենք, որպեսզի գոյատևենք։ Պատկերացրեք այս հայերը, որ հիմա փախնում են, ոչ թե փախնում են աղքատությունից, այլ փախնում են մեկը մյուսից, որովհետև գոյատևել, գոյակցել չենք կարող մենք, որովհետև մեր հոգևորությունը չկա, մենք չենք սիրում իրար, մենք ատում ենք, նախանձում ենք, եւ այդ ամեն ինչն է, որ կյանքը դարձնում է անտանելի, եւ երբ որ դու դառնում ես Աստծուն ընդունում ես քո սրտի մեջ, այդ ամեն հոգսերը անհետանում են, եւ դու իրոք տեսնում ես նույնիսկ գործնական փոփոխություններ։ Ես չեմ ասում, որ միանգամից միլիոնատեր ես դառնում, հարստանում ես, դրա համար պետք է Աստծուն գաս, բայց ես ինքս զգացել եմ նաև դրամական օրհնություններ իմ կյանքի մեջ, որովհետև Աստված միայն հոգևորը քեզ չի տալիս։ Առաջի հերթին հոգևորն է, դու նաև տեսնում ես, որ ինչ որ բարգավաճում որոշակի քո կյանքի մեջ գոյություն ունի, ինչ որ պաշտպանություն հիվանդություններից գոյություն ունի, ինչ որ Աստված իր զավակներին պաշտպանում է, օրհնում է, ինչ որ հաջողություններ, ինչ որ իրոք պայծառություն, կյանք, լույս քո կյանքի մեջ կա։ Եվ ես դրան հավատում եմ։ Եվ բացի դրանից, եթե դու Աստծուն չունես քո կյանքի մեջ, ուրեմն ինչի համար ես դու ապրում։ Եվ շատ ցավոք սրտի շատ մեր հայրենակիցներ եւ ինչպես շատ ուրիշ մարդիկ ապրում են իրենց որովայնի համար։ Կոպիտ է, բայց ճիշտ։ Աստվածաշնչյան է, Աստված է վկայում։ Այո, բայց ճիշտ է։ Ինչ բան է որովայն, այսինքն եթե Աստված չկա քո կյանքի մեջ, նշանակում է ոչ մի սրբության սկզբունք չկա քո կյանքի մեջ։ Ոչ մի տեր չունես, որին դու պետք է հաշվետու լինես, ոչ մի սկզբունքներ չունես քո կյանքի մեջ, ոչ մի արժեքներ չունես քո կյանքի մեջ, հետեւաբար ինչ է մնում մարդը մարդուն գայլ, թալանել կամ ամբողջ քո ուշք ու միտքը այդ փայլուն մեքենաները, այդ հարստությունը եւ այլն եւ այլն։ Եվ շատ մեր հայրենակիցներ Հայաստանում որոշակի ճգնաժամի մեջ ապրելով իրենց թվում էր, որ եթե ես միայն փող ունենամ, եթե ես միայն կուշտ ապրեմ, եթե ես մի լավ մեքենա քշեմ, այդ արդեն դա կլինի իմ կյանքի վերջնական նպատակը եւ բոլորը հիմնականում դրան են գնում։ Բայց ճիշտն ասած, այդ մարդիկ գալով Միացյալ Նահանգներ եւ մենք գիտենք, որ շատ թե քիչ աշխատելով դու այդ բաները շատ արագ այստեղ կարող ես ստանալ։ Եվ այդ փայլուն մեքենան քշելով, ինչ որ լավ բնակարանում ապրելով եւ իհարկե որովայնը բավականացնելով, մարդիկ տեսնում են, որ եթե սա է նպատակը ամբողջ կյանքի, ուրեմն ես կորած մարդ եմ։ Որտեվ Աստծո խոսքը վկայում է, որ այս արևի տակ ամեն բան ունայնություն է։ Ունայնություն։ Իհարկե, սա չի նշանակում, եթե այդպես է չուտենք, չխմենք, չքշենք, չունենանք, չէ, Աստվածը չի ասում։ Բայց դա նպատակն է դառնում կյանքի։ Դա պետք է միջոցը լինի քո կյանքի։ Միշտ ես այսպես եմ ասում, որ փողը եւ հարստությունը պետք է հավատացյալի քրիստոնյայի գրպանում լինի եւ ոչ թե սրտի մեջ։ Գրպանում ունեցի, բայց ոչ քո մտքի մեջ, ոչ էլ քո սրտի մեջ։ Եվ իհարկե դա միջոց է, եթե դու Աստված քեզ օրհնում է, դու աշխատում ես, իհարկե, որովհետեւ Աստված ասում է նույնիսկ բարգավաճման շրջանում ծույլը պետք է սոված մնա։ Դա Աստվածաշնչի խոսքն է։ Պետք է աշխատես, լավ մեքենա ես քշում, լավ սնվում ես, առողջությանը հետևում ես, լավ, բայց իհարկե եթե դու իմանաս, որ սա Աստված է տվել եւ մի օր կառնի քեզնից։ Եվ այս ամեն ինչը դու թողնելու ես, բայց ամենակարևորը սեր, հանգստություն, փրկություն, որ մենք ստանում ենք Աստծո որդու մեջ։ Եվ Ալբերտ եղբայր, հիմա այս պահին հետադարձ հայացք մի հատ գցի, նախքին Ալբերտը, որ Աստծուն չէր ճանաչում, եւ Աստծուն ճանաչելուց հետո նոր վերափոխված մտքով, սրտով վերափոխված Ալբերտը, ինչ էական փոփոխություններ կա, որ ցայտուն ձևով կարող ես ներկայացնել։
Իհարկե կարելի ասել, որ ես չեմ ուզում կոնտրաստի հակամետության ձևով ներկայացնել, որ ես հիմա 100%-անոց սուրբ եմ եւ առաջվան իհարկե ոչ մեկս չենք կարող այդպես լինել, բայց նույնիսկ չեմ էլ կարող ասել, որ հին Ալբերտը ինչ որ փոփոխություններ ա անցել։ Ես ավելի շատ կասեի հին Ալբերտը չկա։ Մահացել է եւ նորն է ծնվել, որովհետեւ քրիստոնեությունը նույնիսկ չի էլ ասում, որ հին մարդը պետք է մի քիչ ավելի լավը փոխվի, որ չի ասում, որ դու Աստծուն հավատելով հին մարդը մի քիչ կվերանորոգվի կամ մի քիչ ավելի լավ մարդ կդառնաս։ Շատերին թվում է, թե եթե դու վատ մարդ ես, Աստծուն հավատալով դու մի քիչ լավ մարդ կդառնաս, բայց Աստծո խոսքը ասում է ոչ թե լավ մարդ դառնում ես, այլ ծնվում ես վերստին։ այո, խաչի վրա հին ադամական, հին Ադամը, հին Ալբերտը, Վարդանը, բոլորը խաչի վրա հավատքով մեռան։ Հավատքով, այսինքն Աստծո համար իհարկե հին մարդը, որ մենք ասում ենք, իհարկե մենք մտնում ենք շատ դժվար թեմայի մեջ եւ սրա մի 3 ժամ էլ պետք է մինիմում, բայց շատ չխորանալով դրա մեջ մենակ կարող ենք ասել, որ հին մարդը, դա չի նշանակում, հին մարդուց ես ունեմ շատ բան, այս մարմինը հին մարդուրն է, որովհետեւ ոչ մի նոր բան, բայց ներսում, քո ներսում նոր մտածելակերպը, քո նոր հասկացողությունը, որ դու փոխվում ես եւ հինը գնաց հիմա լրիվ արդեն նորն է, դա շատ ակնառու է եւ շատ մենք տեսնում ենք հատկապես դժվար է նկատել փոփոխություն արտաքինից այն մարդկանց, ովքեր որ շատ է քիչ բարեկիշտ ընտանիքների մեջ են եղել, հավատքի մեջ են մեծացել եւ այլն, բայց մենք տեսնում ենք եւ Աստվածաշնչի մեջ եւ ուրիշի վկայությունների, թե ինչպիսի էքստրեմալ ծայրահեղ վիճակներից, որ փողոցային մարդիկ, գանգստերներ, մարդասպաններ, մարմնավաճառներ, թմրամոլներ, ինչպես են դառնում այսօր Աստծո զավակներ եւ կենցաղի ու կյանքի ինչ փոփոխություն է տեղի ունենում։ Ինչպիսի փոփոխություն։ Այն ժամանակ, որ այդ ոտքերը շտապում էին մարդ սպանելու, արյուն թափելու, հիմա այդ ոտքերը շտապում են Քրիստոսի ավետանի բարի լուրը տարածել։ Իմիջայլոց, եթե մարդիկ կան, որ ովքեր որ հետաքրքրուն այս մեր զրույցով եւ հատկապես այդ փոփոխությամբ, ես խորհուրդ կտամ կարդալ անգլերեն լեզվով, եթե չգիտեմ, կարծեմ հայերեն էլ պետք է լինի, David Wilkersonի, դա կոչվում է Cross and the Switchblade, այսինքն դաշույն եւ խաչ գիրք կա Նիկի Կրուզի մասին, որը շատ գեղեցիկ ներկայացնում է, թե ինչպես Նյու Յորքի բանդաների, գանգստերներից մեկը վերափոխում է իրական պատմություն եւ այսօր այդ Նիկի Կրուզը կա եւ մեծ քարոզիչ է այսօր։ Եվ ինչքան զարմանալի եւ ես ճիշտ ասած այդ գիրքը առաջի քրիստոնեական գիրքն էր, որ ես իմ կյանքի մեջ կարդացել եմ եւ զգացել եմ այդ ազդեցությունը։ Մի ուրիշ վկայություն էլ ես տեսա, իտալացի հայտնի մաֆիոս Թոմ Պապինյան, որ կար եւ աշխարհում ճանաչված մաֆիոզերի իհարկե, այս մարդ հանկարծ այդ քո պատմածի նման մի օրվա մեջ իր մեջ փոփոխություն եկավ, Աստծուն ներկայությունը իր ամբողջ էությունը փոխեց եւ այս մարդը այդ չար ճանապարհներից ետ քաշվեց եւ այսօր աշխարհի տարբեր բեմերից իր վկայությունն է տալիս, որ սխալ ճանապարհ էր, ես մոլորված եմ, ես չգիտեի, թեև այդ ճանապարհը իրեն բազմամիլիոնանոց եկամուտներ էր ապահովում, սակայն ինքը ասում է, որ սխալ ճանապարհ էր։ Ես Աստծուն չգիտեի, ես որևէ մեկին հաշվետու չէի, ինքս միայն իմ անձից ցանկությունով էի մղված, եւ այսօր ինքը վկայում է, որ Հիսուս Քրիստոս Տեր է, նրան պիտի ընդունես։ Նաեւ որ քո կյանքի մեջ արժեք կարող է բերել, քո կյանքդ կարող է լուսավորել, ապագայիդ կարող է նոր որակ տալ։ Եվ իհարկե Աստվածաշնչի մեջ ամենախոշոր օրինակը Պողոս Արաքյալի ապաշխարությունն էր, որ եթե ժամանակակից լեզվով մենք փորձենք ասել, այսինքն Պողոս Արաքյալը այն ժամանակվա KGB-ից էր։ Այո։ Այսինքն KGB-ի ագենտը, որը դատարանից օրդեր է ստանում, որպեսզի հավատացյալներին բանտարկի եւ բանդը գցի եւ սպանի, եւ իր այդ կոմանդիրովկայի գործողման ժամանակ դառնում է ամենամեծ առաքյալը։ Այո։ Այս սա իրոք կյանքի փոփոխությունը եւ զարմանալի, որ ուրիշ ոչ մի հոգեբանություն, ոչ մի ինչ որ կրոնական դաստիարակություն չկա, ուղղակի Աստծո ակտիվ հրաշքը։
Եվ իհարկե ես ուզում եմ ասել, որ ապաշխարությունը եւ փոփոխությունը սա Աստծո գործն է։ Մենք մարդիկս ինչքան էլ որ փորձենք, իհարկե մենք անում ենք այն ինչ որ մեզնից կախված է, քարոզում ենք։ Եթե դու չլսես, ինչպես պետք է իմանաս։ Քարոզելը մենք ենք անում, մենք սերմն ենք ցանում, բայց սա Աստված է, որ աճեցնում է։ Մարդ Արարածը, Ալբերտը, Վարդանը, մյուսը մենք ի վիճակի չենք ոչ մեկի կյանքը փոխել, ոչ մեկին համոզել, ոչ մեկի կյանքի վրա ինչ որ իշխանություն ունենալ կամ ձեր կյանքը փոխել կամ որ շատ անգամ ասում են գնացե հավատացյալների մեջ համտե այդպես իրանց խելքով, այսինքն դա Աստված է անում ամեն ինչը։ Աստված ակտիվորեն քո վրա ազդում է, քեզ փոխում է, եւ եթե Աստված չանի, ոչ մի կենթանի էակ ի վիճակի չի մարդկային սիրտը փոխել։ Ալբերտ ջան, մարդկայնորեն ամենատկար էակին, ամենաթույլ էակին չես կարող համոզել, որպեսզի Քրիստոսին իրեն փրկիչ ընդունի։ Իրապես Աստծո գործն է։ Միակ քայլը այն է, որ մարդը այդ առաջի քայլը անի, իր սրտի մեջ այո ասի։ Երբ որ ասի, մնացած գործը Սուրբ Հոգու գործն է։ Ինքն է, որ ինչպես Պողոս առաքյալը գրեց, որ ով է Պողոս կամ ով է Ապողոս, մեկը ջուր կտա, մեկը կցանի, բայց աճեցնողը Աստված է։ Իսկապես Սուրբ Հոգին է, որ մարդու սրտին պիտի խոսի, եւ եթե նա իր սրտի մեջ այո ասի, այդ փոփոխությունը պիտի գա։ Այո, եթե նույնիսկ իհարկե մենք հասկանում ենք, որ շատ հեռուստադիտողների համար դժվար է միանգամից որոշում կայացնել։ Երբ որ ես իմ հարազատ եղբոր հետ խոսում էի, ինքը հիմա նորից հովիվ է, իմ միջոցով եկավ Աստծուն։ Եվ ինքը արդեն համարյա 40 տարեկան էր, որ ես իր հետ խոսում էի, եւ շատ անգամ այդպես զրուցելով ինքը ինձ շատ པարզ օրինակ բերեց, ասեց, գիտես ինչ, ասեց, ինչ որ դու ասում ես, ես շատ ուզում եմ։ Եվ դա շատ հաճելի է իմ սրտի համար, բայց վախենում եմ թռիչք կատարեմ։ Ասում եմ, ես ինքս ինձ զգում եմ ժայռի ծառին կանգնած, որ Աստված ինձ ասում է, արի այս կողմը լավ կյանք կա, բայց դու վախենում ես թռչել, որովհետև դու գոնե այդ մեղքի կյանքի մեջ որ կաս, գոնե գիտես որ հարմար ես, ոտքերդ դրված է այնտեղ, բայց այնտեղ չգիտես ինչ է կատարվում։ Դրա համար վախենում ես թռիչքը կատարել, բայց հենց այստեղ սա կոչվում է հավատք։ Այո, շատ ճիշտ է։ Այ հավատքը այդ թռիչքն է, որ դու հավատալով, որ Աստծո ձեռքերն են քեզ բռնելու, դու պետք է անես այդ թռիչքը եւ ոչ մի մեծ քայլ պետք չի։ Գոնե մի քայլ առ Աստված կատարում ես, գոնե հետաքրքրվելով։ Հիմա մենք չենք ասում միանգամից վաղը դու պետք է դառնաս եպիսկոպոս, բայց դու փորձիր գոնե հետաքրքրվել, գոնե հետաքրքրություն, հասարակ նորմալ մտավորական մարդու հետաքրքրություն։ Ինչքան էլ որ մենք բան ենք լսում, բացում կարդում ենք դրա մասին, հետաքրքրվում ենք։ Եթե դու հետաքրքրվում ես, մի քայլ առ Աստված արա, եւ ես համոզված եմ, որ Աստված 10 քայլ քո հանդեպ պետք է անի։ Եվ դու խնդրի Աստծուն, ասա, ես չեմ հավատում սրան, չեմ հավատում, այս սրան հավատում եմ։ Եվ խնդրում եմ ինձ բացատրի, ես չեմ կարող։ Ես ուզում եմ ճշմարտությունը իմանալ։ Ազնիվ։ Հնդիկ մի հայտնի քարոզիչ կար, որ Սուդար Սինգ, Սատու Սուդար Սինգը, այո, այս մարդը մի միջավայրում էր մեծացել, երիտասարդ տղա էր, որ իր աշկը բացել էր ուղղակի հինդու կրոնի մեջ, ուրիշ ոչինչ չէր լսել, այն ամեն ինչ որ կռապաշտություն էր, դրա մեջ էր, բայց իր սրտի մեջ փափակ կար ճշմարտության։ Եվ խնդրեց մի օր ծնկի եկավ Տեր Աստված, այս ամենը ինձ չի բավարարում, իմ հոգին չի կշտանում, ես խնդրում եմ ինձ ճշմարտությունը բանաս։ Եվ Աստված կերպը ցույց տվեց, քանի որ ինքը սուրբ գիրք չուներ որ կարդար, Հիսուս իրեն հայտնվեց եւ ինքը ճշմարտությանը հավատաց եւ թեև իր ամեն ունեցածը կորցրեց, իր ընտանիք ամեն բան, բայց ինքը գտավ հավիտենական գանձը Հիսուսին։ Ինչալոց կարելի այդ գիրքը կարդալ եւ կարծեմ վաճառվում է հիմա Սատու Սուդարսի զարմանալի մի քանի անգամ եմ կարդացել եւ այսօր մենք քրիստոնյաներս Փառք Աստծո սուրբ գիրք ունենք մեր ձեռքերի մեջ առատությամբ այսօր ընտանիք չկա որ սուրբ գիրք չունենա եւ ոչ մեկը քեզ չի հալածում քո հավատքի համար ոչ մի անգամ ընտանիքներ կան որ 2-3 հատ ունեն ամեն առատությամբ կա եւ այս գիրքը ամբողջությամբ վկայում է եւ այս գիրքը ներշնչյալ խոսք է որ զորությունն ինչպես սկզբում դու խոսեցիր որ
սրտիդ մեջ կարող է փոփոխություն բերել։ Այո, եթե նույնիսկ Միացյալ Նահանգներում շատ ավելի པարզ է դա երևում, որ շատ անգամ մարդիկ ասում են դուք աղանդեք կամ ավետարանականներ եք, բայց եթե նույնիսկ պատմությանն էլ մենք նայենք, մենք տեսնենք, որ նախագահների, պրեզիդենտների շատ մեծ մասը հաճախում են եկեղեցի, ավետարանական եկեղեցիներ եւ դա ընդհանրապես աղանդ չի համարվում, ընդհակառակը դա նույնիսկ համարվում է շատ հարգելի եկեղեցի գնալը եւ եթե դուք համարում եք, որ դա սնոտիա պաշտ մարդկանց համար է, գոնե մենք կարող ենք տեսնել բարձր մակարդակի հարուստ ամերիկացիները, ովքեր որ եկեղեցի են հաճախում։ Եվ ընդհանրապես այս ամեն տեսակ բաժանումները, ամեն տեսակ քրիստոնեական հարանվանության բաժանումները մարդկանց ձեռքի գործն է։ Քրիստոնեությունը կազմակերպություն չի, ոչ էլ խմբավորումներ է։ Քրիստոնեությունը մի ամբողջ գործող օրգանիզմ է։ Քրիստոսի մարմինն է, եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ Քրիստոս գլուխն է հանդիսանում։ Այնպես որ մի օր պիտի գա, երբ որ Տեր Հիսուսի թագավորությունը հաստատի, ամեն անվանումները պիտի վերանան եւ Քրիստոսի մարմինը մեկ պիտի լինի։ Իհարկե այդ բաժանումը շատ անգամ մարդկանց մոտ հարց է առաջացնում եւ այդ բաժանում հարանվանությունների կամ ասում են, բա ինչի է այսքան տարբեր եկեղեցիներ։ Կարելի է երկու տեսակետից այդ հարցին նայել։ Մի տեսակետը բացասական, եթե այդ հարանվանությունները իրար հալածում են, իրար նկատմամբ բամբասում են եւ թշնամություն կա, դա ողբերգություն է իհարկե, բայց մյուս կողմից իհարկե եթե մենք նայենք, եթե համերաշխ գոյատևում կա, եւ պատկերացրեք ինչքան դժվար կլիներ, եթե բոլոր եկեղեցիները նույն ձևով, նույն ստայլով, նույն վիճակով, նույն ծառայությունը, ամեն ինչ նույնը, իհարկե մենք տարբեր մարդիկ ենք, տարբեր մշակույթներով, տարբեր երաժշտական ճաշակների, տարբեր կրթություններով, տարբեր։ Դրա համար մյուս կողմից Աստված ինչքան հնարավորություն է տվել, որ մարդկա այս եկեղեցում է իրեն լավ զգում, մյուսը այն մյուսում է իրեն լավ զգում, քանի դեռ մենք իրար դեռ չենք պայքարում, մեկս մյուսից հերետիկոսներ չենք անվանում, եւ տարբեր եկեղեցիները համերաշխ գոյատևումը շատ լավ է տարբեր մարդկանց համար։ Օրինակ կա հայկական եկեղեցի, կա ամերիկյան, կա Presbyterian, կա Baptist եւ դա բացասականորեն չպետք է ազնի։ Այնպես որ ես կոչ եմ անում իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր որ զգում են իրենց մեջ այդ պակասը, գոնե մի հարց կարող են իրենց տալ, թե ինչն է իմ կյանքի նպատակը, ինչու եմ ես ապրում։ Ես ապրում եմ այս երկաթի համար, փայլփլուն, այս նյութականի համար, ինչն է իմ կյանքի իմաստը։ Միթե իմ կյանքի իմաստը նա է, որ ես գնամ գործի եւ վերադառնամ տուն եւ այսպես իմ տարիները անցնի եւ ոչ մի հոգեվոր իմաստ ես չունենամ իմ կյանքի մեջ։ Ի վերջո մահը կա, որ ի վերջո մահը գա եւ անցնենք եւ վերջանանք, գնանք եւ իհարկե եթե այդպես ես մտածում, իհարկե քո կյանքի մեջ երջանկություն լինել չի կարող, բայց ես քաջալերում եմ եւ ասում եմ բոլորին, որ Աստված գոյություն եւ շատ զարմանալի կյանք կարող ես ունենալ Աստծո հետ։ Ես իմ կյանքի մեջ ես 10 տարի Աստծուն հավատում եմ, բայց շատ քիչ է։ Քիչ ժամանակ է եւ ինչքան զարմանալի փոփոխություններ դուք չեք պատկերացնում, Աստծո հետ քայլելը դա զարմանալի բան է։ Եվ դու չես իմանում, թե մի տարի հետո Աստված ինչ նոր դռներ է քո առջև բացելու, ինչքան հետաքրքիր ծրագրեր ունի Աստված քո համար, ինչքան հետաքրքիր կյանք է Աստծո հետ ապրելը, իհարկե եւ ամենակարևորը հավիտենական կյանք, փրկություն Հիսուս Քրիստոսի մեջ։ Եվ այդ ժամանակ կարող ենք ասել, որ նույնիսկ գերեզմանը, մահը իր իշխանությամբ մեր վրա ազդել չի կարող, որովհետեւ մենք հավատում ենք կենթանի Աստծուն։ Ինչպես Քրիստոս մեռելներից հարություն առավ, խոստացավ բոլոր նրանց, ովքեր որ հավատան, իրենք էլ մի օր հարություն պիտի առնեն, եւ առաքյալը լավ է գրում, ասում է, մահից արցանք կյանքի կողմը, խավարից լույսի կողմը։ Խավարից լույսի կողմը։ Այո, եւ իհարկե սա այնպիսի մի բան է, որ ինչքան էլ ես ու Վարդանը փորձենք մեր պճնախոսությամբ ձեզ բացատրել, դուք լիովին կերպով չեք հասկանում, ինչեւ որ ինքներդ չճաշակեք, ինչեւ որ մարդը ինքը չզգա իր կյանքի մեջ, թե ինչ փոփոխություն կարող է Աստված բերի քո կյանքի մեջ։ Ալբերտ ջան, Հակոբոս առաքյալը մի համար է գրում, ասում է, եթե վաղը այս կամ այն քաղաքը
պիտի գնաք, մի ասեք պիտի գնամ, ասեք երբ որ Տերը կամենա։ Հիմա այս սկզբունքով եթե Տերը կամենա, մյուս տարի քո դոկտորական թեզը պիտի պաշտպանես եւ դրանից հետո իհարկե քեզ հոգեվոր աշխատանք է սպասում։ Ինչ ծրագրեր ունես իհարկե Տիրոջ առաջնորդությամբ։ Իմ ծրագրերը առայժմ իհարկե այդ կոչում, եթե ես ստանում եմ, դա ինձ ուղղակի հնարավորություն է տալիս համալսարանում որպես դասախոս պրոֆեսոր աշխատել եւ ես իհարկե կսկսեմ այդպիսի ճանապարհներ փնտրել եւ որպիսի դասավանդեմ ինչ որ հիմա ես ասում եմ հիմնականում դա, բայց իհարկե շատ ավելի մտավորական կերպով պատմական տեսակետներից, փիլիսոփայական տեսակետներից այսօրվա մտավորական աշխարհին, որոնց որ թվում է, որ դա մեծ գիտական ինչ որ ձեռք բերում է, եթե մենք այսօր մեր դպրոցներում չենք թողնում Աստծո անունը նույնիսկ ասել, եւ մարդկանց թվում է, որ դա կրթվածության կամ պրոգրեսիվիզմի ինչ որ արտահայտություն է, եթե դու Աստծուն չես հավատում, հնացյալ բաներ են, որ մենք այսօր պետք է պլուրալիզմ ունենանք, պետք է այսօր անպայման զգուշ լինենք, նույնիսկ դատարանում մինչև հիմա որ երթում են ընդունում, ասում են so help you God եւ Աստված քեզ օգնական։ Առաջ Աստվածաշնչի վրա են երթվում, հիմա Աստվածաշունչն են հանել, բայց Աստված դեռևս կա։ Մի քայլ առաջ գնացին բացասական իմաստով։ Այո, բացասական իմաստով Աստծո մասին դոլարի վրա դերևս գրած մնացել է, բայց իհարկե եթե այսպես գնա, այսինքն Աստված ընդհանրապես կվերան այս հասարակության մտքի մեջ։ Եվ իմ առաքելությունը ինձ այդպես է թվում, որ կարողանամ իրենց լեզվով, այսինքն մտավորական կերպով իհարկե, գիտական կերպով հակակշիռ լինել այդ շարժմանը, որպեսզի մենք կարողանանք բացատրենք եւ մտավորականությանը եւ հասարակության տարբեր շերտերին եւ իհարկե կրթական համակարգում աշխատել, որպեսզի բացատրենք Աստծո կարեւորությունը մարդու կյանքի մեջ։ Իհարկե մեր հաղորդման վերջավորությանը հասանք, Ալբերտ եղբայր, քո վերջի խոսքդ կուզեի մեր հայ համայնքին ուղղես եւ նաեւ աղոթք մեր ժողովրդի համար, խնդրեմ։ Այո, ես իհարկե եւ լավատեսությամբ իհարկե ուզում եմ նշել, որ բավականին դրական փոփոխություններ ենք նկատում հայ համայնքի մեջ եւ կրթական մակարդակով եւ եկեղեցի հաճախելը սկսում է շատանալ ինչ որ ձևով եւ կարելի է ասել, որ շատ ավելի հույսով եմ ես լցված ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հատկապես եւ հայ համայնքի նկատմամբ եւ ես ուզում եմ կոչ անել ամբողջ համայնքին եւ երիտասարդներին խնդրում եմ հանցագործությունից հեռու մնացեք մեր ազգի դեմքը վայելուչ ձևով ներկայացնենք օտար ազգիներին չպետք է զբաղվենք չարաչար գործերով եւ իհարկե ուզում եմ ցանկանալ որ առաջի հերթին մենք մեր փրկությունը գտնենք եկեղեցու մեջ նայենք սովորենք ուրիշ ազգերից ազգեր կան ովքեր որ շատ աստվածավախ աստվածապաշտ ազգեր են եւ մենք տեսնում ենք այդ ազգերի մեջ Աստծո օրհնությունը եւ իրենց պատմության մեջ եւ իրենց կենսակերպի մեջ եւ ինչպես ես ասացի եւ ես խնդրում եմ որ մենք բոլորս եւ մեր ընտանիքներից սկսած արժանավայել ամուսիններ, կանայք, երեխաներ լինենք եւ իհարկե կոչ եմ անում որ բոլորս հավատանք միայն եւ միայն ճշմարիտ Աստծուն Տեր Հիսուս Քրիստոսին։ Աղոթք։ Սիրելի Տեր Աստված, մենք հավատում ենք որ դու ես տիեզերքի արարիչը եւ քո արարչագործության ներքո մեր ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը նաեւ մի կարևոր մաս է կազմում եւ խնդրում եմ որ դու առաջի հերթին օրհնես մեր հայ եկեղեցիներին համերաշխություն եւ խաղաղություն եւ նաեւ խնդրում ենք ամեն բնակավարը մեր հայ ժողովրդի օրհնես եւ քաղաքականությունը եւ տնտեսությունը եւ մեր հայ ժողովրդի մտքերը եւ սրտերը որպիսի վերջի վերջո մենք բոլորս մեր հին հայրերի նման կարողանանք մեր հայացքը դարձնել դեպի քեզ միակ ճշմարիտ Աստծուն Հիսուսի անունով ենք խնդրում ամեն եւ շնորհակալություն որ դուք ինձ հրավիրեցիք
Մեկ եք շնորհակալ Ալբերտ եղբայր, որ չմերժեցիր եւ մասնակցություն բերեցիր այս հաղորդման մեջ, Տերը մեծապես թողորտում։ Շնորհակալություն։ Ես շոկում այստեղ արդեն։ Ահա մենք եկել ենք առջևդ Տեր Հիսուս, եկել ենք հանդիպելու քեզ։ Ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ լինես, սիրով ենք հիմա սպասում քեզ։ Օրհնիր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ, արարիչ հզոր։ Շատ հեշտ է, մեկ անգամ լսեք, միասին եկեք։ Ահա մենք եկել ենք առջևը Տեր Հիսուս, եկել ենք հանդիպելու քեզ, ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ լինես, սիրով ենք հիմա սպասում քեզ, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, միասին, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր։ Հավատքով ենք եկել, հավատում ենք առնենք, կստանանք օրհնություն քեզանից, ծարավով ենք եկել, դուր մեզ առատորեն, օրհնության կենաց աղբյուրից, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր։ Տեր մինչև մեզ չորտնես, չենք թողնի չենք գնա, կարիքը ունենք Տեր Հիսուս, ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ երևաս, զորությամբ մեր մեջ հայտնվես, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ արարիչ հզոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի, օրհնիր Երկինքը ասո պարկը կպատում է, արև
աստղեր կխոսեն իր մասին, Աստված իր սերը մեզ կհայտնե, ինչպես հայտնվեց լույսը խավարում, չկա զրույց, չկա նաև խոսքեր, բայց երկիրը լցված է իր խոսքերով, արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտեր ընդունելու Հիսուսի հենց այսօր, չկա զրույց, չկա նաև խոսքեր, բայց երկիրը լցված է իր փառքով, արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտեր ընդունելու Հիսուսի հենց այսօր, երկիրը իր զորությունով շինեց, աշխարհը իմաստությունով հիմնեց, ամեն ինչ ողորմության մեջ դրեց, բայց մարդը Աստծուց հրաշարվեց, հաշվիր այսօրով սիրտու մարդկային, միջնորդ է քեզ որդին Աստվածային, նա քեզ համար խաչապայտի կամվեց և իր արյան հրկությունըդ գնեց, հաշվիր այսօրով սիրտու մարդկային, միջնորդ է քեզ որդին Աստվածային, նա քեզ համար խաչապայտի կամվեց և իր արյան հրկությունըդ գնեց։ Աստծո մեծ փառքի, հոժարական խոնարհվելով խոսքի, ոչ միայն գեղեցիկ լավ խոսքերով, թող փառավորվի Աստված մեր կյանքով, չկա զրույց, չկա նաև խոսքեր, բայց երկիրը լցված է իր խոսքերով, արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտեր ընդունելու Արարչի մեծ պարգև, չկա զրույց, չկա նաև խոսքեր, բայց երկիրը լցված է իր փառքով, արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտեր ընդունելու Հիսուսի մեծ պարգև։